Նիկոլ Փաշինյանին ուղղված Facebook-յան գրառման համար քաղաքացիներ են ձերբակալում։ Նորմալ եք դա համարում։ Գիտեք, ես այսպիսի կարծիք ունեմ, Facebook-ը ընդհանրապես լուրջ բան չեմ համարում, բայց որ Նիկոլ Փաշինյանի համար մարդիկ պետք է ձերբակալվեն, միանշանակ հարցին կարող են պատասխանել այո։ Ընդհանրապես պարոն Փաշինյանը պետք է Facebook, Instagram, Adnan Klasnik, բոլոր սայթերը փակել կարողանա ժամանակի ընթացքում եւ բոլորը հանգիստ կարող են ապրել։ Լսում եմ։ Այսինքն ուզում եք, որ սոցցանցերը փակվեն Հայաստանում։ Միանշանակ այո։ Միանշանակ։ Նաև ձեզ առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը պետք է գերիշխի Հայաստանի Հանրապետությունում պարոն Փաշինյանի հետ միասին։ Եվ ընդհանրապես օգտվելով առիթից բոլորից ձեզ հրավիրում եմ մեր տուն։ Վերջերս վեհափառ Հայրապետի վրա քրեական վարույթ էր նախաձեռնվել, այս մասով ինչ կասեք։ Ընդհանրապես վեհափառ Հայրապետի դեմ որևէ գործողություն համարում եմ զրոյական։ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ նաեւ Արամ առաջինը մնում են որպես Հայաստանի Հանրապետության լավագույն գերիշխող մարդիկ, ովքեր պետք է ընդհանրապես հավերժ գերիշխեն Հայաստանի Հանրապետությունում։ Բայց Նիկոլ Փաշինյանն ուզում է հեռացնել կաթողիկոսին, այս մասով ում կողմից եք։ Ասեմ, Նիկոլ Փաշինյանի միակ սխալը, որ ամենայն հայոց կաթողիկոսի վրա արշավ է սկսվել, դա միակ սխալն է եղել հեղափոխությունից մինչև այսօր, եւ ուզում եմ ասել, որ կցանկանայի, որ ամենայն հայոց հաջորդ կաթողիկոսները լինեին Գարեգին III-ը, Գարեգին նաեւ IV-ը։ Առաջիկա ընտրություններին իսկ ում եք ուզում ընտրել։ Միանշանակ պարոն Փաշինյանի։ Միանշանակ 99%-ով։ 99%-ով։ Այդպես։ Իսկ եթե ընտրություն լինի կաթողիկոսի ու Փաշինյանի միջև, ում կընտրեք դուք։ Եթե լինի պարոն Փաշինյանի եւ կաթողիկոսի միջև, ընդհանրապես ասեմ ձեզ, որ նաեւ մեծարգո կաթողիկոսին նաև կոչեր եմ հղել Հայաստանի Հանրապետության նախագահ դառնալու, որտեվ ժամանակակից աշխարհում նաև արդեն կաթողիկոսներն են փորձում առաջադրվել նախագահի պաշտոնում։ Եթե առաջադրվի պարոն Փաշինյանը եւ Գարեգին II-ը, կընտրեմ Գարեգին II-ին։ Իշխանականները ասում են, որ քահանաները իրավունք չունեն քաղաքականությանը խառնվելու, այս մասով ինչ կասեք։ Ընդհանրապես քաղաքականություն ասվածի մասով չեմ կարող ոչինչ ասել, բայց որ ընդհանրապես քահանաները պետք է իրենց արժանավայել դրսևորեն, դա միանշանակ ճիշտ է։ Պետք է իրենց արժանավայել դրսևորեն։ Իդեմս Գարեգին II կաթողիկոսի։ Հիմա քահանաները իրենց արժանապատիվ են պահում։ Ովքեր արժանավայել չեն պահում, կարգալույծ են արվում։ Այդպես կարող եմ ասել։ Եվ ուզում եմ ասել մարտի 8-ի տոներին ընդառաջ շնորհավորում եմ բոլոր կանանց եւ ցանկանում, որպեսզի կանայք լինեն բարգավաճ։